Թիմ Տելեկոմ Արմենիա ընկերությունը հայտարարում է ցանցի արդիականացման նոր լայնածավալ նախագծի մասին։ Բարձրացնելով կապի որակն ու թվային միջավայրյան վտանգությունը, ընկերությունը Հայաստանի ամբողջ տարածքում կդադարեցնի 2G ցանցի շահագործումը։ Երկրորդ սերնդի բջջային ցանցը, որ Հայաստանում գործարկվել է 3 տասնամյակ առաջ, հասանելի չի լինի նոյեմբերի 15-ից։ Ընկերությունը առաջինն է բջջային օպերատորներից, որ կարևորելով առավել անվտանգ եւ արդյունավետ ծածկույթ ապահովող տեխնոլոգիաների փոխարինումը, գնում է նման քայլի։ Առաջինը լինել է եւ բարդ է եւ հեշտ եւ միևնույն ժամանակ պարտավորեցնող, որպեսզի մենք ամեն ինչը ավելի պատշաճ եւ ավելի որակյալ ապահովենք, որպեսզի մեր բաժանորդները խնդիրներ չունենան։ Ինչ է լինելու 60-ից 80 հազար այն հեռախոսների հետ, որ կիրառում են միայն 2G տեխնոլոգիա։ Հատուկ առաջարկներ են կարել փոքր կանխավճարով կամ ամբողջությամբ տալիս ենք նոր հեռախոսներ, փոխարինելով իրանցինը, սակագնային փոփոխություն չի լինելու։ Փոխարինվելու են այն բաժանորդների հեռախոսները, որ վերջին 3 ամիսներին օգտագործել են միայն 2G ցանցում աշխատող հեռախոս։ Ցանցի շահագործման դադարեցումը ունի նաև անվտանգային կարևոր նշանակություն։ Մասնագետը հորդորում է բոլորին 2G ցանց անջատել բոլոր տեսակ սմարթֆոններում։ Եթե 3, 4 կամ 5G կապի դեպքում հեռախոս կայան կապը գաղտնագրվում է, 2G-ի դեպքում դա բացակայում է։ Այն նման է, այսպես ասած, ռացիայի բաց կապին։ Օրինակ, ինչ որ մեկը կարող է գա այստեղ մի հատ ճամպրուկով կողքը կանգնի, կեղծ կայան միացնի, հետո սիգնալ ուղարկի հեռախոսներին, որպեսզի բոլորից հեռախոսների կապը իջնի 2G-ի, առանց գաղտնագրման կապը կսկսվի, եւ կապը կսկսի գնալ ոչ թե կտուրին կանգնած անտենայով, այլ այդ ճամպրուկի միջի, այդ նշանակում է, որ այդ ճամպրուկի տեղը ամբողջ կապը կսկսի կորզել SMS-ներ, խոսակցություններ եւ այլն։ 2G ցանցից օգտվող բաժանորդներին գրեթե հասանելի չէին շարժական ինտերնետի ծառայությունները։ Նոր սերնդի ցանցերը թույլ են տալիս ոչ միայն միաժամանակ օգտվել ձայնային եւ ինտերնետ ծառայություններից, այլև ավելի էներգախնայող են եւ նվազ ազդեցություն ունեն շրջակա միջավայրի վրա։ Ի դեպ, Թիմ Տելեկոմ Արմենիա ընկերության 5G ցանցը հասանելի է Երևանում եւ Գյումրիում։ Սևակ Վարդումյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։